Պարոն Թորոսյան, ճիշտ ասած, ես հարցը չավարտեցի, կա էկոլոգիական խնդիրներ Երևանում, ծառահատման խնդիրներ եւ կա աղտոտվածության խնդիրներ, որոնք ավելի արդիական են եւ առնչվում են քաղաքականություն մշակող մարմնին։ Մասնավորապես ինձ համար անհասկանալի է, ինչի առողջապահության նախկին եւ ներկա նախարարները այս խնդրի ջաթագողները։ Այդ էր հարցը, Տիկին Ավանեսյան, ձեզ եւ պարոն Բաքոյան ձեզ։ Իրավունքների ոտնահարման մասով նաեւ նշեմ, եթե մեկի իրավունքը ոտնահարվում է, մի հատ նորից կասեք, հարցը լավ չհասկացանք էլի։ Հարցը կոնկրետ։ Աղմուկից ավելի առաջնահերթ այսօր խնդիր կա, որը ուղղակի ձևով առնչվում առողջապահությանը, դա օդի աղտոտվածությունն է, էկոլոգիական խնդիրներն է, ծառահատումները այդ թվում Երևանում, որի մասով ընդհանրապես առողջապահության նախարարությունը անդրադարձ չի կատարում։ Իսկ ինչ վերաբերվում է այս առաջարկին, պարոն Թորոսյան, ընդհանրապես այս հարցի արդիականացման հարցով ՆԳՆ ոստիկանության մասին օրենքում արդեն կա այդ օրենքը, որ չի կարելի աղմկել։ Բավական լավ չեմ հասկանում ամեն դեպքում ինչ եք ասում, բայց եթե Տիկին Ավանեսյանը ուզում է արձագանքի խնդրեմ։ Ինձ թվում է, ես որպես նախկին դասախոս կարողանում եմ արտահայտել իմ մտքերը, լավ չեք հասկանում, չգիտեմ։ Պատասխանեմ, հա ինչ։ Փորձեմ ինչ որ բան պատասխանել։ Նախ այո, եթե աղմուկը հետաքրքիր թեմա չի եւ արդիական չի եւ խնդիր չի, մեզ համար զարմանալի է ձեր ներկայությունը եւ այստեղ լինելը։ Հաջորդիվ անցնեմ ինչու է աղմուկը հանդիսանում հանրային առողջապահական հարց, այն հանդիսանում է նույնքան կարևոր, ինչպես ձեր նշած մյուս հարցերը։ Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ակնհայտ է, խիստ է եւ դա առողջապահության նախարարության ուղիղ գործառույթն է եւ հետաքրքրության շրջանակը եւ ես էլ կարևորելով այս հարցը շարունակելու եմ իմ մյուս հարցերի շրջանակներում զբաղվել նաև աղմուկի հետ կապված խնդիրներով։ Բայց մի խնդիր էլ կա։ Աղմուկը դառնում է ել ավելի արդիական ու խնդրահարույց ամեն օր, որովհետև, ինչպես նշեցի իմ խոսքում, թե տեխնոլոգիաների զարգացումը, թե դրանց քանակի մեծացումը հանգեցնում է նաև աղմուկի աղբյուրների շրջանակի մեծացման եւ շատ ավելի տարածվածության, ուստի սա դառնում է նաև հանրային շատ ավելի կարևոր խնդիր։ Բացի դրանից, առողջության համաշխարհային կազմակերպությունը նաև աղմուկի, մենք աղմուկը այստեղ քննարկում ենք ավելի ոչ անհատական տեխնիկական միջոցներ կրելու արդյունքում առողջության ազդեցության վրա գնահատականը այս չենք քննարկում, բայց նույն ականջակալների ազդեցությունը եւ հաջորդ սերունդների լսողության կարողությունների վրա եւս կարեւորագույն հարց է, որը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է արդիական։ Հարցին, որ պատասխանեցիք, ուղղակի մի շեշտադրում անեմ։ Ներողություն եմ խնդրում։ Ընդհանրապես 7 տարի պետք եղավ, որ հասկանանք, որ աղմուկն է այսօր խանգարում։ 7 տարի։ Տիկին Ավանեսյան, խնդրում եմ չպատասխանել, որովհետև ձեր մնացած բոլոր դիտարկումները, հարցերը, ինչը կմնա անպատասխան կամ կունենաք հնարավորություն ելույթի տեսքով հանդես գալու, խնդրում եմ պահպանել ընթացակարգը, խնդրում եմ մի արձագանքի։